Մարտի 8-ը սկսվել է որպես պայքար կանանց աշխատավարձերի, պայմանների և ընտրելու իրավունքների համար։ Այսօրն ավելի շատ նվերներ ստանալու օր է։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Զարկերակ Էմի հետ զրույցում նշեց, որ քիչ կանայք են բարձրաձայնում խախտումները և պաշտպանում իրավունքները։ Ընտանեկան բռնությանն առնչվող թվերը մտահոգիչ են։ Մեր գենի մակարդակում փորձել են սերմանել, որ կինը ամեն ինչի հետ պետք է հաշտվի, այդ թվում բռնության պահպանելու համար ընտանիքը։ Մինչդեռ դա ցածր իրավագիտակցության ցուցիչ է, ասաց նա։ Բլոգեր Զարա Ղազարյանը նկատում է, եթե կնոջ վրա չկա կապտուկ, չի նշանակում, որ բռնություն չի եղել, քանի որ կարող է ենթարկվել հոգեբանական, տնտեսական բռնության։ Խոսելով ֆեմինիստական շարժումից նա նկատեց, որ հայ հանրությունը դեռ այն չի մարսել, քանի որ ֆեմինիզմը իրավահավասարության մասին է, ոչ թե տղամարդկանց արժեզրկելու։ Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է, պետք չէ նրան ցույց տալ իր տեղը։ Եթե դուր է գալիս լինել կախյալ վիճակում կամ խոհանոցում, իր ընտրությունն է։ Կարևորը դա չի վերածվի բռնության, ասաց նա։ Նա կարծում է, որ եթե տղամարդը սրտանց ցանկանում է սրճարանում փակել հաշիվը, նվերներ տալ կամ բացել դուռը, որևէ խնդիր ֆեմինիստները չեն տեսնում, բայց չպետք է դա արվի կնոջ իրավունքների հաշվին։ Իսկ վերջում, ինչպես ասել է ամերիկացի ֆեմինիստ Գլորիա Շտայնեմը, կինն ունի երկու ընտրություն՝ լինել ֆեմինիստ կամ մազոխիստ։